հարցա, այս նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի շեղվում իր որդեգրած քաղաքականությունից եւ ամենօրյա ռեժիմով շարունակում է սպառնալիքները, վիրավորանքները, նաեւ անձնական վիրավորանքներ հասցնել։ Դուք դա ինչով եք պայմանավորում, ասում եք դա ասելիքի բացակայությունն է պատճառը։ Ուրեմն ես այդ հարցին պատասխանեմ։ Այսօր բոլորը գիտի հանրությունը ժողովուրդը 19 կուսակցություն մասնակցում է։ Ամեն մեկը իր չափով, իր պատկերացմով, իր թիմով ներկայացնում է իր ծրագրերով ոնց կարա։ Բայց ես նորից եմ ասում, ԿՊ-ն ոչ մի բան ժողովուրդ չի ներկայացնում։ Միայն ասելով խաղաղություն ենք բերել։ Եղբայր, մեր գերիները ընդեղ են։ Ադրբեջանցիները սարի վրա նստած են մեր հողերի մեջ, նստած են իրենց ամրապնդելով իրանց տեղը։ Որն է խաղ, ստորագրած թուղթ չկա։ Միայն ինքը ասելով, ձերբակալելով, վախացնելով, նույնը ասել էին Ծառուկյանին, ցեմենտի գործարանը, եթե հանկարծ քննադատես վերցնելու են։ Ես գիտեի դա, պատասխանում, որ ես երբեք չեմ կարա ունեցվածքս իմ հայրենիքի հետ փոխեմ։ Անօրինական անելու են, օրենք էլ չկա, պարտավորություն էլ չկա։ Հա, թող անեն, դրա համար պատասխան են տալու։ Բայց մնացած 18 իրենց ծրագրերը ներկայացնելով, ներկայացնում են, ասենք, ով ինչ կարա անի։ Միայն նրանք են բռնում, ասենք, թե չգիտեմ, ցեղ շպրտում, վիրավորում, ուրիշ ոչ մի բան չեն կարում անեն։ Դրա համար այսօր ես քեզ ասեմ, դա ընտրություն է։ Ասենք մեկը եկեղեցիա կառուցում, մեկը եկեղեցիա քանդում, մեկը աշխատատեղա ստեղծում, արդյունք է տալիս, մեկը վարկերն ավելացնում, մեկը համերաշխություն է բերում, որ ես ասում եմ, բոլոր իրար հետ համերաշխ եղեք, չարություն նախանց մի կողմ դրեք, մեկը ատելություն է բերում, մեկը երաշխավորած խաղաղություն է բերում իր երկրին, որ ասի պարտադիր է երաշխավորած խաղաղություն լինի, որ մենք կարողանանք, ասենք թե հիմնականում պատերազմի դուռը փակենք, ասել եմ Չինաստան, Ռուսաստան, Ամերիկա, Պակիստան, որ ասեցի, ոյ Պակիստանը, Հայաստանը ես դուք եք թուղթ ստորագրի իրանց հետ։ Պակիստանը այսօր Ադրբեջանցի հետ ավելի լավ, հա պետք է որ մորտի բոլորը երաշխավոր լինեն, որ պատերազմին վերջ է տրվում, որ միայն տնտեսությունը զարգանա։ Իսկ ինքը միայն Ալիևի հետ պատվերը կատարելով, Ալիևը ոնց ասի, այսօր էլ ոչ մեկի մոտ չկա, ասենք թե խոսք, որը կարանտունի, միայն մնացել է Ալիևի հույսին, որ Ալիևը պատժ կանի, Ալիևը էսանի, Ալիևը են։ Պարոն Ծառուկյան, ձեր ցուցակի երկրորդ համարին մեղադրում են դավաճանության մեջ, ինչպես կարձագանքեք ձեր գնահատականը ինչպիսին է։ Ուրեմն մեր երկրորդ համարը շատ կարգին, հայրենասեր, դուխով, գրագետ, նվիրյալ է, որ ինքը իր գործունեությունը Երևանում է, Լեշմիածինում ապացուցել է, ես ես կարող եմ մասսական ասել, եթե ապացուցեն, ես անմիջապես իմ գործընկերոջը ես գնդակարեմ, բայց եթե չէ, սուտ ասողները պետք է պատիվ պահանջեմ, որ նրանք մարդու անունը հենց այնպես հայտարարության անել սպիոնաժի մեջ, միտինգներին հայտարարում է, տես բան դուք կանգում լսել եք, տես բան գոյություն չունի, իրեն դա էլ չի փրկելու, նա մեր գործընկերն է, իմ ընկերն է, ամբողջ թիմով կանգնած են իրեն կողքին, ասում եմ, կարան ապացուցեն, ես գնդակարեմ։ Բայց եթե չէ, մենք պատիվ ենք պահանջում, որ չի կարելի այդ ձևի ասենք թե մեր գործընկերոջը հայրենասեր տղուն նվիրալին, որ ասենք թե ուզենան ժամանակավոր բարյութ է գրելու։ Հիմա 3 ամիսա, 2 ամիսա ինչ որ մեր ասենք թե քարոզությունից անելով ոչ մի բան չի փոխվելու։ Ես շփվելով ժողովրդի հետ զգում եմ, որ մարդիկ ճարատված են գնում։ Ձեզ էլ են չէ՞ մեղադրում։ Բայց ասեցի, որ թող տանից հրապարակում գնդակարեն։ Եթե կա, եթե չէ, ուրեմն ես պատիվ եմ պահանջում։ Հայտարարողը մասսական պետք է պատիժ կրի։ Չեմ ասում գնդակարեք, թող գա իմ առյուծի մոտ մտնի դուս գա։ Այս քարքին է արդեն։ Քարտեզները Google Maps-ը ցույց է տալի Ադրբեջան։ Խնդրեմ։ Տիգրանաշենն է, խնդրեմ ժողովուրդ նայեք։ Արդեն 3 տարածք էլ տալու է։ Սա փակուղու մեջ է գցելու, լավ ես անգամ էլ ասենք խապեց, ոնց է լինելու, տես, ասենք թե վիրավորներ համարացեց, ասում են 600 հոգի, ամաչում են, աշխարհում չկա պետության նախագահ, ղեկավար, վարչապետ, որ պարտություն կրի, զոհեր տա թող 3800 հոգի, վիրավոր հողեր կորցնի, 130,000 մարդու տնից կտրի, ու հետո նորից մասնակցի ընտրության, ու նորից ընտրվի։ Աշխարհում չկա տես բան։ Պարոն Ծառուկյան, ինչ կարծիքի եք ձեզ, այսպես ասած Արաբ ցեմենտ, ձեր ցուցակի երկրորդ
համարի դեմ դավաճանության, այսպես ասած, մեղադրանք Հիմա դու արա ցեմենտի մասն ես ասում, թե ես Այս ամբողջը Բայց ես առաջին- հանգեցնել, որ այսպես ասած դուք հրաժարվեք քաղաքականությունից, ինչպես տարիներ առաջ արեցիք։ Ուրեմն ես այդ հարցին պատասխանեմ տարիներ առաջ հրաժարվելուց եթե եկել է հարցին պատասխանեմ ես կյանքում այն մարդն եմ որ խոսքից հետ չեմ կանգնել երբեք հետ եմ կանգնել 640 հոգի մի օրվա մեջ որ դեմ եմ եղել այո այդ կառավարմանը այդ ծրագրին այդ մոտեցմանը ու դրա համար 640 հոգի մի օրվա մեջ ձերբակալել եմ Ղարաբաղից են զորք բերել, Վայոց ձորից են զորք բերել եւ միտինգի սարքել էին, որ Ծառուկյանը ոչ թե միտինգ անում, այլ ստուգում ենք իրեն, ստուգելու համար, որ ինքը հարկերը չի տալիս, որ մենք թոշակներ տանք։ Այսինքն ես ժողովրդին հանելու ասեմ, որ Ծառուկյանը իր ունեցվածքն է փրկում, տեսնելով, որ արյունն է թափելու, ես իմ ունեցվածքը չեմ փրկելու։ Ես ասել եմ, իմ թիմին բաց թողեք, արջկա այս էջը փակում եմ, դուք ստուգեք, ստուգելուց հետո տարուկ ես տվել է հայտարարել եմ, որ ճիշտ էր, նորից մտել եմ քաղաքական, ես չեմ կարա իմ ժողովրդի մատը փուշ մտնի, որ ասեն Ծառուկյանը իր ունեցվածքի համար ժողովրդին հանեց փողոց, հասկանա, հա դուրս գայինք հաղթելու էինք, բայց արուն էր թափելու, ժողովրդի մեծամասնությունը մտածելու էր, որ Ծառուկյանին ստուգում են, Ծառուկյանին օբյեկտները ձեռից առնելու էին, դրա համար Ծառուկյանը ժողովրդին հանեց, չեմ ասում բոլորը, բայց 30-40% կմտածել։ Դա եղե պատճառը, որ իմ ժողովրդի մատը փուշ չմտնի, ես կյանքում թույլ չեմ տա, իմ այդ քայլողի մատը փուշ մտնի։ Ես այդպիսի բան երբեք չեմ արել եւ չեմ։ Մտնում է ձեր, այսպես ասած, ունեցվածքի նույն սցենարը չի կրկնում իշխանությունը։ Ունեցված ես ասում, կյանքում չեմ կարա փոխեմ իմ հայրենիքի հետ։ Ես այն մարդն եմ արել եմ, տվել եմ, կառուցել եմ, նվիրել եմ, սարքում եմ, անում եմ, իմ ազգի պատիվը բարձր պահելու համար, ես ստեղծող մարդ եմ, ինձ օդից չի եկել, ոչ էլ պետական պաշտոն եմ եղել, միշտ հետևելով, նայելով, ստուգելով։ Ես նորից եմ ասում, այդ հարգանքն ու սերը, որ իմ ժողովրդի հետ ես շփվում եմ, այդ ջերմությունը, այդ քաղցությունը, հյուրասիրությունը, ու գալ պարոն Ծառուկյան այն մարդիկ գալու են, պրոստը ասեցին մեզ գործից կանեն, տղուսես կանեն, կնոջս դպրոցից կանեն, ձեր ցավը, սա գիտեմ, այսօր ներվանությունը ինչից է, հարցումներով չկա, օր-օրի իշնումացած, թազա բան չի ասում, լավ բան չի ասում եմ նա պատերազմից հետո պետք է գնար, չընտրվեր, որ էլի ես եմ համաձայնվել, իմանալով, որ ժողովուրդը չի ընտրի, այդքան զոհեր աղ, այդքան հողեր են ասնել, այդքան անտուն մարդիկ եւ այդքան հեղին տկա զրկում, հիմա էլ 8 միլիարդ ավելացել է, ոչ մի բան չի փոխվել, ժողովուրդ չի կարա, այդ սկզբունքով, այդ մոտեցմամբ, այդ թիմով չի կարա լինի Հիմա էլ նորից եմ ասում, այն օր էլ մեկ ասում էր Ծառուկյան ասում է ճանապարհները փակելու են։ Եղբայր, եթե քո գործընկերն է, դու քո թշնամու հետ ես ընկերություն անում, այն մարդ ասում է կողմ որոշվի։ Եթե իմ հետ չես ուզում, քո ցավն տանեմ։ Գնա Մակրոնի հետ ընկերությունը, թող Մակրոնը ձեր հարցերը կարգավորի։ Ուրիշ բան չի ասում։ Մենք ճիշտ քաղաքականություն պետք է վարենք։ Բոլորը հետ լավ պետք է լինենք։ Ով ինչ կարանի, այսօր անհրաժեշտ է, որ մենք տնտեսությունը զարգանա։ Թերիփի հարցը ինչ է լինելու, պարոն Ծառուկյան, ձեր ընտրվելու պարագայում։ Ամեն մնալու է։ Պետք է խիչ ունենա, դա օգուտ է, բայց պետք է ճիշտ բան, ոչ թե դա Ադրբեջանի սեփականությունն է, դա մեր սեփականությունն է։ Պետք է մենք Չինաստան հետ, Ռուսաստան, Պարսկաստան հետ պայմանավորում ենք ճանապարհը բաց է, թող աշխատի։ Դա միայն շահույթ է բերելու, բայց ոչ թե մեր տարածքով մենք այդ իրավունք չունենանք ոչ մի բանի։ Ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր։ Ես ասեմ, մեր ժողովուրդը մեղավոր չի։ Ասելը որ մենք դեմ չենք, թող Թուրքիայի ճանապարհն էլ բացվի, բայց մենք պետք է հասկանանք, մեր ժամանակ է պետք, որ կարողանանք նրանց հետ մրցելու, մեր մոտ ամեն ինչ թանկ է, իրենց մոտ ամեն ինչ էժան է, պետությունը պետք է քայլեր կատարեն, այդ որ դադարք խոսում են, պետք է դոտացիա տա ժողովրդին, արտոնություն տա, հարկերից ազատվի, որ նրանք մտան, գյուղատնտեսությունն է փլվելու, քանդվելու, փոքր ու միջին բիզնեսն է քանդվելու։ Մեր մոտ սա թանկ է, ոչ միայն հարկեր բարձրացնել, գույք բարձրացնել, ուրիշ ոչ մի բան, բայց պետք է հնարավորություն տաս, տուրիզմն զարգանա, տնտեսությունն էլ զարգանա, թե ուզում են, որ մնացածն էլ կան փակվեն, իրանք դրանք վեգալեն, թուրքերն էլ վեգալեն, պրզնեսա, պետք է բացվի, բայց մտածված, հասկանալով, թող գան քննարկենք, նստենք կլոր սեղան շուրջ։